Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո հոգու նորոգությունը։ Այս ուղերձով մենք ավարտում ենք 30 ուղերձից բաղկացած շարքը, որը կրում էր «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված էր YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ քեզ հետ խոսել մեր հոգիների փրկության և նորոգության մասին։ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, թե ովքեր են փրկվելու և Տիրոջ ներկայության երանության մեջ անցկացնելու հավիտենությունը և ովքեր են դատապարտվելու ու ողջ հավիտենությունը տանջվելու կրակե լճի անասելի տանջանքների մեջ։ Եփեսացիս 2:8 կարդում ենք. «Շնորհքով եք փրկվել հավատքի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևը»։ Հռոմեացիս 5:2 «Արդ մենք հավատով արդարացած լինելով Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով. Նրա միջոցով հավատալով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով» Հռոմեացիս 10:17 «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, փրկությունը հավատքով է և միայն հավատքով։ Սակայն հավատքը պետք է լինի Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ, այլ ոչ թե միայն Տեր Հիսուսի իրական անձ լինելու, ոչ թե Նրա գոյության, այլ հե՛նց Նրա փոխանցած ճշմարտությունների հանդեպ։ Չկա հավատք Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ, չկա փրկություն։ Իսկ որպեսզի ես և դու հավատանք Աստծու Որդու ուսուցումներին և փրկվենք, Աստված հոգացել է Աստվածաշունչը, որ ամեն մարդ իր պատկերացումը չունենա, այլ Աստծու Խոսքի շնորհիվ ճանաչի ճշմարտությունը, թույլ տա, որ Տեր Հիսուսի խոսքերը տեղ գտնեն իր սրտի մեջ, դառնա Նրա աշակերտը և աճի Տեր Հիսուս Քրիստոսին նմանվելու օրհնյալ ընթացքի մեջ։ Առակաց 30:5 կարդում ենք. «Աստծու ամեն մի խոսքը փորձված է, Նա վահան է Իրեն ապավինողների համար»։ 138-րդ Սաղմոս 2 կարդում ենք. «Երկրպագություն պիտի անեմ Քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ Քո անվանը Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար, որովհետև Դու Քո ամեն անունից Քո խոսքը բարձրացրիր»։ Իսկ 19-րդ Սաղմոսի 7-րդ ընթերցում ենք. «Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին»։ Հուսով եմ, որ ուղերձների այս շարքն օգտակար էր քո հոգևոր ընթացքի և հավատքի կյանքում ամրանալու հարցերում։ Քո հոգին կնորոգվի, և դու իմաստության ճանապարհից չես շեղվի, եթե քո կյանքի և առօրյայի անբաժան մասը դարձնես Աստվածաշնչի ընթերցանությունն ու ընթերցածիդ մասին օրվա ընթացքում խորհրդացելը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։